Սիրելի հայրենակիցներ, պարզվում է, որ այս 2026 թվականի ընտրության համար մի խորհրդանշական թիվ է հայտնվել 300,000-ը։ Այդ 300,000-ը երկու տարբեր իմաստ եւ բովանդակություն ունի։ Սամվել Կարապետյանի ուժեղ Հայաստանի ծրագրերով 300,000-ը դա նոր աշխատատեղեր են։ Այսինքն, եթե Սամվել Կարապետյանը դառնում է Հայաստանի վարչապետ, ապա նա իր հնարավորություններով, իր ունակություններով, իր կազմակերպական կարողություններով, իր սեփական ներդրումներ ներգրավելով տարբեր ոլորտներում ի վերջո ստեղծում է 300,000 նոր աշխատատեղ։ Սա հսկայական պրոգրես է ապահովելու ամբողջ երկրի համար եւ բարեկեցություն ոչ միայն այն 300,000 մարդու համար, ովքեր որ նոր աշխատանք են գտնելու նրանց ընտանիքների համար, այլ նաեւ նրանց վճարած հարկերով, նրանց տնտեսական ակտիվությամբ, նաեւ ողջ տնտեսության համար։ Պետք է հասկանալ, թե 300,000 աշխատատեղը նաեւ ինչ ներդրումներ է ենթադրում, ոլորտային զարգացումներ եւ այլն։ Սա Սամվել Կարապետյանի ծրագիրն է եւ հեռանկարը, որը չի ուշանալու։ Եվ 300,000-ի ծրագիր ունի նաեւ Նիկոլ Փաշինյանը իր գործընկերոջ Իլհամ Ալիևի հետ, բայց դա ուրիշ 300,000 է։ Դա 300,000 ադրբեջանցիներ են, ովքեր պետք է գան եւ ապրեն Հայաստանում։ Իսկ որտեղ նրանք պետք է ապրեն։ Պետք է ապրեն մեր բնակավայրերում։ Իսկ նրանք հայերի հետ համակեցություն չեն պատկերացնում։ Նրանք եթե պատկերացնեին ապրել հայերի հետ, կարող էին ապրել հայերի հետ նաեւ Արցախում։ Բայց նրանք Արցախից հայերին տարհանեցին, որ նոր այնտեղ բնակություն հաստատեն։ Այսինքն ադրբեջանցիների գալը Հայաստան, դա նշանակում է Հայաստանի հայաթափում, նոր ավիրացություններ։ Նրանց պետք է անվտանգություն։ Նրանց անվտանգությունը կարող են ապահովել միայն իրենց ոստիկանները։ Իլհամ Ալիևը արդեն ասել է, որ այդ 300,000 ադրբեջանցիները, առնվազն 300,000, որ գան Հայաստան, նրանց անվտանգությունը պետք է ապահովեն Ադրբեջանի համար վստահելի գործընկեր պետությունների անվտանգային մարմինները։ Այդպեսին կարող լինի հենց Ադրբեջանը կամ օրինակ Թուրքիան։ Այսինքն դա նշանակում է օտար երկրների ոստիկանների ներկայություն նաև մեր կյանքում։ Այդ 300,000 ադրբեջանցիների համար պարզում է, որ փոխհատուցում պետք է վճարի Հայաստանի կառավարությունը, Հայաստանի պետական բյուջեից։ Իսկ դուք գիտեք, թե ինչքան է դրա չափը։ 17.5 միլիարդ դոլար։ Որպեսզի պատկերացնեք, թե դա ինչ գումար է, ասեմ, որ Հայաստանի հիմիկվա բյուջեն մոտարապես 8 միլիարդ դոլար է։ Այսինքն հերիք չի, որ նրանք պետք է գան, մենք էլ նաև պետք է վճարենք նրանց համար։ Եվ սա հեռու մի համարեք այս հեռանկարը։ Չկա Իլհամ Ալիևի որևէ պահանջ, ցանկություն, երազանք, հանձնարարություն կամ ցուցում, որ Նիկոլ Փաշինյանը մինչ օրս կատարած չլինի։ Հիմա իրենք եկել հասել են այս հանգրվանին։ Այնպես որ առաջիկա ընտրությունը շատ պարզ ընտրություն է։ Ունենալ 300,000 նոր աշխատատեղ, տնտեսության զարգացում, ապահով ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ, թե 300,000 ադրբեջանցիներ իրենց անվտանգությամբ, մեր բյուջեից իրենց տրվող ֆինանսական փոխհատուցումներով եւ հայաթափումով ի վերջո Նիկոլ Փաշինյանի հետ։ Կարծում եմ այս ընտրությունը երկար մտածել չի պահանջում։ Պետք է ընտրել 300,000 նոր աշխատատեղեր Սամվել Կարապետյանի հետ եւ ունենալ ուժեղ Հայաստան։